Միշտ հաճելի է ձեզ մեր մարզում տեսնել։ Աշխատանքային այցի շրջանակում այսօր Շիրակի մարզում էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Վերջինիս ընդունել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, հանդիպման առանցքում վերջին ժամանակներում ակտուալ դարձած, ինչպես նաև մի քանի տասնամյակներում չարչրկվող ու մարդու իրավունքները ոտնահարող երևույթների վերաբերող հարցերն են։ Նախ չվերահսկվող մեդիան է հասցրել ի վնաս աշխատել թե պաշտոնյաների եւ թե շարքային քաղաքացիների իրավունքների շուրջ։ Պետական պաշտոնյայի ընտանիքի անդամներն են թիրախավորվում, որտեղ կան երեխաներ, որտեղ կա կին, որ ընդհանրապես կապ չունի ծնողներ, որոնք ընդհանրապես կապ չունեն պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից, իր գործունեությունից եւ շատերի կողմից թիրախավորվում են նաեւ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները։ Կարծում եմ մեր հիմնական գաղափարը եւ բոլոր դերակատարների առաքելությունը հիմնական պետք է լինի այս հասարակությունում նախ ցույց տալու խոսքի ազատության կարեւորությունը, ցույց տալու դրա սահմանները, միևնույն ժամանակ հասկանալու թե այդ սահմանները հատելու պարագայում ընդհանրապես ինչ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, որովհետեւ այո, միշտ չէ որ խոսքը իրավաչափ է, բայց նաեւ միշտ չէ որ ոչ իրավաչափ խոսքը քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել։ Մարդու իրավունքների պաշտպանին Գյումրի էր բերել նաև գյումրեցիների կողմից ամենաշատ բարձրաձայնված հարցերը անօթևանությունից մինչև ընտանեկան բռնություն։ Համագործակցությունն այս առումով կարևոր է համարում Մանասյանը, այդ համատեքստում ընդգծում հստակ քայլեր ձեռնարկել է։ Մեկը կուզենամ հատուկ արձանագրել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու նրանց բնակարանային ապահովման խնդիրը, որը կարծես թե մնում է մեզ մոտ այն հիմնական հարցերից մեկը ու շարունակում է արդիական մնալ, որովհետև մենք շարունակում ենք ստանալ այս առումով քաղաքացիներից դիմում բողոքներ, նախկին զինվորականների, զինհաշմանդամների եւ այլնի հետ կապված ենք հիմա ստանում դիմումներ, մասնավորապես իրենց բնակարանային ապահովման խնդիրները լուծելու, որովհետեւ զինվորական ծառայության ընթացքում անձինք հաշմանդամություն են ձեռք բերել եւ այս պահին տարբեր սոցիալական եւ այլ խնդիրներով պայմանավորված եւ նաեւ տարբեր հանգամանքներով պայմանավորված, ինչպես չեն ունեցել բնակարանային ապահովում, այնպես շարունակում են չունենալ։ Արուշանյանի խոսքով անօթևանության խնդիրը Գյումրիում ձգձգվել է, քանի որ շատ դեպքերում ընտանիքը մեծացել է ու ստիպված մի մասը կրկին տնակում են մնացել կամ բնականաստացել են եւ վաճառել ֆինանսական դժվարություններից ելնելով։ Բայց բնականաբար կան նաեւ մարդիկ, որոնք ցավոք 37 տարի անց դեռ բնակվում են այսպես կոչված ժամանակավոր տնակներում, որոնք ցանդեպ պետությունը իրականում պարտավորություն ունի։ Անդրադառնալով ընտանեկան բռնությանը, ՄԻՊ-ը նշել է, որ պատկերը մարզում հուսադրող չէ, ուստի համապատասխան պետական եւ իրավական մարմինները այստեղ եւս անելիքներ ունեն։ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ օրերս գյումրեցի Լիլիթ Աղեկյանի ձերբակալության ապա կալանավորման դեպքին, հարցին թե արդյոք նրան գիշերազգեստով են ձերբակալել, ապա բռնի ուժ կիրառել նրա նկատմամբ, պաշտպանը նշում է, պետք է քննությունը պարզի, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել նաեւ հանդիպել Աղեկյանի հարազատների հետ։ Մենք եւս պաշտոնական գրավոր պարզաբանումներ ենք այս փուլում պահանջում իրավասու մարմնից, որպեսզի կարողանանք համադրության արդյունքում նաեւ մեր իրավասության շրջանակներում հասկանանք եղելությունը եւ իհարկե եթե խոսքը խոշտանգման մասին է, ապա բոլորս գիտենք, որ խոշտանգումը վատ վերաբերմունքի ամենածանր տեսակն է, հետեւաբար այստեղ իրոք պետք է քննարկման առարկա դառնա արդյոք խոսքը հենց խոշտանգման մասին է, թե վատ վերաբերմունքի այլ դրսևորումների եւ այս փուլում մենք այդ ամբողջ տեղեկատվությունը ըստ էության փորձում ենք ամփոփել։ Մարդու իրավունքների պաշտպանը ստանալով հրավեր նաեւ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջից այցելեց նաեւ կրթական հաստատություն, լսեց ուսանողներին, մտքեր փոխանակվեցին հարց ու պատասխան ֆորմատով։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։